Լսել եք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին 300,000 նոր աշխատատեղ, հատկապես մարզերում, 0% փոքր բիզնեսի համար, 20%-ով էժան դեղորայք բոլորի համար, բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Իհարկե ես էլ եմ հետևում, ես էլ երկրի բնակիչ եմ, քաղաքացի եմ, նայելով ու ինչ որ չափով իմանալով Սամվել Կարապետյանին որպես գործարար մարդ, իր առաջ քաշած բոլոր հարցերը շփվում են հիմնականում կախված են ավելի ճիշտ գործարարության առանձնահատկություններից, մարդու գործարար լինելու առանձնահատկություններից։ Դրա համար ես 90%-ով համարում եմ, որ բոլորը իրագործելու են, որտեղ այն մարդը գործարար մարդ է եւ իր առաջ քաշելը գործարարության հետ են կապված։ Քաղաքականության հետ բոլորովին կապ չունի։ Բոլորովին։ Ես համոզված եմ, որ կարող է անել։ Համեմատեմ, ասենք Քրքորյանը կամ ասենք թե Շարլ Ազնավուրը, դրանք որ ինչ որ անում են հայրենիքի նկատմամբ, երբեք չեն իրանց ցույց տալ, էլի, որ իրանք ինչ որ մի բան են անում։ Ինչ որ դա ասենք Հայաստանի համար արել է, դա իր պատիվն է։ Ով ասում որ Սամվել Կարապետյանի ժամանակ չի եղել, հոսանք եղել է միշտ։ Որ թերթերում գրում են, ասենց ախապիություն արել են, ես դրան չեմ հավատում, որտեվ թվում է այն մարդը, որ ինչ-որ ստեղծել է, նա չեր թալան։ Ես հավատում եմ իրան, ես իր ամեն խոսքին, ամեն խոստումներին հավատում եմ ու ընդունում եմ, ոչ թե սրա նման։ Քաշնազարի բախտը ուներ, ընտրվեց մարդը, հիմա ոնց ուզում են ինձ էլ անում է։ Չգիտեմ, ասեմ, ես նման ղեկավար կյանքում չեմ տեսել ու չեմ էլ տեսնի։ Ամենը չել իրատեսական է, բայց գիտես, բոլորն էլ երբ գալիս են այս պահը, շատ բան է խոստանում էլի։ Դե պրոստը որ այդ մարդը արել է, կարելի է հավատալ, բայց այս մարդիկ չեն արել։ Օրինակ ես ինձ ու այդ մորթեն էլ ես չեմ կարող ասեմ, որ այս կառավարությունը մի բան արել։ Չկա այդպիսի բան։ Ասել են այս կանը, մենք անեմ չեմ։ Մի բան չկա, ոչ մի բան։ Մենակ տիպը ասֆալտ են արել։ Ուրիշ ոչ մի բան չեն արել։ Դե որ նայում ես էսա աստվածել տեսնում ես երևի ցորեկանան ձրևա գալիս։ Միտեղ չկա, որտեղ ոնց լուժա է։ Երեք ավարը ասած ճանապարհը ամ սարքել տրամարավարը են արել։ Ուրա դե պետական կառավարիչի բան է, չի կարելի չէ։ Ես որպես միագին ժամանակ կյանք ապրած մարդ, ինձ թվում է Սամվել Կարապետյանը այս պահին բոլորից ճիշտ ճամփու վրա է, էլի երևի ինքը ավելի լավ կկառավարի, քան թե ուրիշները։ Մնացածն էլ Աստված մեզ հետ էլի, ինչ իմանամ։ Այդ ծրագրերը լիվ կատարի, ուրեմն հայ ժողովրդի բախտը բերեց։ Իսկ ոչ թե ասի ես ոչ չընտրեմ, պատերազմը կլինի։ Հիմի դրանց ոնց համեմատես, այդ երկու խոսքը ոնց համեմատես։ Սամվել Կարապետյանը բանի Ռուսաստանի համարյա 4-5-րդ մարդն է։ Ռուսաստանի հետ անպայման կբանակցի, բայց մեզ հետո բանակցողը Մակրոնը երկու հատ ջարդած բանատը զենք հատոր ասմա դե Հայաստան ջան իսկ չկարած որ նա Ղարաբաղի որ բաներ են ինչ էր շրջափակում էր Ղարաբաղի երկու ավտո չկարած օգնություն ուղարկի ստից ասած եկել եմ ու հետ դառնում